Ինչպես ասում են, հին իրերը միշտ ավելի հարկի են։ Ուրեմն, այստեղ այս հենց մի հատ ծածկոց եմ նորոգում։ Տեսեք, կարող է նույնիսկ շատերը ունենաք ձեր տներում։ Ինքը ընդհանուր առմամբ շատ լավ վիճակում է, ուղղակի իր եզրերը, որ թելիկներ էին կախված, այդ թելիկներն էին մասամբ վնասվել ու շատ տգեղ տեսք ուներ։ Ես այդ բոլոր թելիկները հեռացրել եմ։ Հիմա իրան այսպես երկու տակ միացնում եմ իրար, կշրջեմ ու ինքը կդառնա ավելի օգտագործելի։ Այսօր արդեն փորձարկում եմ մեքենաս մեծ հիացմունքով, որ իմ այսպես ասած ապ ու պապերից, տատերից ինձ ա փոխանցվել այս հրաշք մեքենան։ Եվ իրականում ես ունեցել եմ շատ ու շատ լավ մեքենաներ, տարիքս այդքան էլ փոքր չի, բավականին ճանապարհ եմ անցել։ Այս դերձակի գործունեություն ունեցել եմ ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։ Ունեցել եմ ատելյե, իմ սեփականը, ունեցել եմ մեքենաներ և մինչև այդ է։ Արդեն գիտեք, որ Լոռու մարզից եմ, Սանահինից եմ, ծնունդով Շնող գյուղից եմ, բայց ամուսնացել եմ ու բնակվում եմ Սանահին Սարահարթում։ Ունեցել եմ գործունեություն նաև Երևանում։ Բոլորովին վերջերս եմ վերադարձել։ Օգոստոսից այստեղ իմ բնակարանն է, սեփական բնակարանն է, որ աստիճանաբար պետք է նորոգեմ, դասավորեմ, կահավորեմ, ինչի համար, որ բնավ չեմ տրտնջում, ես շատ մեծապես Աստծուց շնորհակալ եմ, որ իմ բնակարանում եմ և կարողանում եմ այստեղ ազատ շնչեմ, այսպես ասած։ Վերջին 2 տարիները գործունեությունս Երևանում է եղել, ամենայն անկեղծությամբ թթվածնի քաղց էի ապրում ես Երևանում, ճիշտ է, որպես ասենք մեր Հայաստանի մայրաքաղաք, սիրում եմ Երևանը, բայց ինձ համար բառից բուն իմաստով առողջությանս համար արդեն լուրջ վտանգ էր ներկայացնում։ Ամենայն անկեղծությամբ ես արդեն այն որ ժամեր ու վայրկյաններ էի հաշվում, ես պետքա Երևանից վերադառնամ Լոռի։ Չնայած այն ֆակտին, որ միավ ժամանակ Չարենցավանում էինք բնակվում, ստացվում էր, որ Երևանում աշխատում էի, բայց գնում էի բնակարանը վարձած Չարենցավանում էր, գնում էինք այնտեղ։ Այսպես, հիմա ինչ եմ ուզում ասել ձեզ, սիրելի կարի սիրահար հետևորդներ ջան, և նրանք ովքեր որ դեռ այդքան էլ չեն սիրում կարը, այսինքն փորձել են, չի ստացվել և այլն, ես ձեզ ուզում եմ ոգեշնչել, ոգևորել ու ասել, որ երբեք ուշ չի, մի նայեք ձեր տարիքին, դեք այնքան էլ հեշտ չի, որ ես մի քանի անգամ տարբեր քաղաքներում, Հայաստանում և Հայաստանից դուրս ունեցել եմ ատելյեներ, նրանք ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ դա այդպես է և հիմա այս պահին ես որոշել եմ, որ իմ գործունեությունը կազմակերպեմ հայրենի քաղաքումս, ինչի համար շատ Աստծուն շնորհակալ եմ։
Անչափ հետաքրքիր ծրագրեր ունեմ կազմած, ինչը որ ձեր համար էլ շատ օգտակար կլինի։ Նախ այս ալիքի բացելու պատճառը ես ձեզ ասել եմ, նպատակը ավելի շուտ այն է, որ շատերի կարողանամ փոխանցեմ իմ մասնագիտական փորձը ու հմտությունը, այսպես, առաջին նպատակներիցս մեկը այդ է, որ փորձը ու հմտությունը փոխանցեմ, իսկ երկրորդը, ես կասեի ամենակարևորը ինձ համար, որ արդյոք ինձ համար կարևոր է, ես պետք է այս իմ քաղաքում իմ գործունեությունը կազմակերպեմ, որ այդքան էլ հեշտ չէ, ասեմ ձեզ, որովհետև ինչպես գիտեք, շրջաններին այդքան էլ այս պահին ուշադրություն չեն դարձնում, այսինքն կան ինչ-որ քայլեր, բայց դա այստեղ սպառողական հարցն է, պետք է որոշակի գործունեություն կազմակերպեմ, այսինքն հագուստի արտադրում, այսպես ասեմ, չնայած որ լայնածավալ չի լինելու սկզբում, ես մտադիր եմ շատ հետաքրքիր մոդելներ ստեղծեմ և կունենամ այդ մոդելների թե բարձրիքով կտրվեն այդ մոդելները և թե վաճառքի կլինեն, անչափ հետաքրքիր ծրագրեր ունեմ, կյանքիս ընթացքում միշտ եմ գեղեցիկ մոդելներ կարել, ոչ միայն հագուստ, այլ նաև պայուսակներ, կաշվե և այլ մատերիալներից, ինչ որ շատ լավ ստացվում է իմ մոտ։ Անպայման մոտ ապագայում դուք բոլորդ ականատես կլինեք դրան և գուցե վայելեք նաև իմ հորինած մոդելները, ես սիրում եմ այդպես կոմպլեկտ բաներ ստեղծել, կոմպլեկտ մոդելներ ստեղծել, այսինքն բացի հագուստը, այդ հագուստին համապատասխան սիրում եմ պայուսակներ ստեղծել, այստեղ մի փոքր անուշադիր եկավ, ավելացավ, տեսեք, վրայի կտորը պետք է մի քիչ նստացնելով կարեի, սովորաբար այսպիսի խնդիր առաջանում է այսպես սլացող մատերիալների ժամանակ, բայց այս դեպքում էլ, քանի որ ինքը տեսեք, ինքը խավ ունի, այս խավի շնորհիվ ինքը կարողացավ վրայի կտորը գա և այսպես ավելանա, տեսեք, հիմա պետք է այսքան տեղը հետ քանդեմ, որ այսպես ասեմ, նստացնելով նորից կարեմ, ինչև է, հոգ չի, առհասարակ փորձս այնքան է, որ փորձառությունս, որ միշտ ուշադիր եմ լինում նման հարցում, բայց այս անգամ փոքրինչ վրիպում եղավ, ոչինչ, ասեմ ձեզ, չեք փոշմանի, որ հետևեք այս ալիքին, շատ հետաքրքիր է լինելու, ես խոստացել եմ, նորից եմ հիշեցնում, մանավանդ նրանց համար, ովքեր որ ուզում են սովորեն կոնկրետ ինչ-որ նպատակների, հեռանկարների համար, շատ հետաքրքիր է լինելու, ես այս էջը, այս պահին առայժմ կազմակերպել եմ կարճ վիդեոների միջոցով, որպեսզի սկզբի համար, էջի գործունեության համար հետևորդներ հավաքվեն, 1000 և ավելի, այնուհետև հետաքրքիր, այսպես երկար վիդեոներ կանենք և կզրուցենք, և կսովորեցնեմ, նույնպես կարող եք ձեր հարցերը մեկնաբանություն բաժնում գրել, սիրով կպատասխանեմ, եթե նկատել եք, ես իմ կարճ վիդեոների վրա հեռախոսահամար եմ տրամադրել անգամ,
ասեմ ձեզ, ես խոսում եմ մի քանի օտար լեզուներ, օտարազգի հաճախորդների հետ կապված խնդիր չունեմ, ռուսերեն, անգլերեն և նույնպես ուրիշ լեզուներ։ Երևանում այս վերջի 2 տարին մեծ ատելյեում էի աշխատում, շատ էին գալիս օտարազգի հաճախորդներ և այնքան հաճելի է մարդուն, երբ որ իր մայրենի լեզվով մոտենում ես ու սպասարկում ես։ Չնայած որ, ասեմ ձեզ, ռուսները շատ հետաքրքիր է ու զարմանալի ինձ համար, որ շատերը հայերեն արդեն որոշակի խոսում էին, որովհետև իրանք ընտանիքներով բնակվում են Երևանում, ճիշտ ասած շրջաններում էլ կան, նրանք ովքեր որ ինտերնետ ինչ-որ գործունեություն ունեն, շրջաններում են տեղավորվել և կարծում եմ այստեղ էլ կհանդիպեմ ես օտարազգիների, ինչևէ, իմ գործունեությունը, իմ ծրագրերը այնպիսին են, որ Հայաստանի սահմաններից դուրս է լինելու, Աստծո օրհնությամբ, Աստծո աջակցությամբ, այսպես, այս մեքենան շատ սիրեցի, ես կարճ վիդեոյի միջոցով ներկայացրել եմ ինչ եմ արել, բայց իրականում շատ ավելին եմ արել, որ մի ամբողջ գիշեր քունս չտարավ, չկարողացա քնել, մտածում էի, ասում եմ Աստված ջան, խնդրում եմ ինձ իմաստություն տուր, ինչ անեմ, ես այս մեքենան շատ եմ սիրում։ Հա, հիմա ասենք գնացի ու ձեռք բերեցի մի հատ ժամանակակից լավը։ Դրանք էլ կունենամ շուտով, բայց այս մեքենան միշտ իր ուրույն տեղը կունենա, թե որպես հին իր սերնդեսերունդ ինձ փոխանցված և թե որպես ինքը շատ լավ մեքենա է, որտև իր թաթիկը շատ ծանր է, որտև ամբողջությամբ ինքը ծանր մետաղից է արտադրված և միշտ է օգտագործվի։ Ամենակարևորը, որ այս մեքենան իմ ամենաառաջին մեքենան է, չնայած մանկապարտեզում էլ եմ ունեցել մեքենա, ուրեմն այս վերջերս սրանից մի քանի օր առաջ, ավելի ճիշտ, իմ Շնորհ գյուղից մանկապարտեզում այս միջոցառում էր, որտեղ որ հավաքվել էին իմ ժամանակվա բոլոր աշխատողները, ովքեր որ այս կյանքում ողջ են կան, այսպես ուրեմն Facebook-յան իմ ընկերներից մեկի էջում, իմ համագյուղացին, ով որ նույնպես այդ մանկապարտեզի աշխատակցուհի է, իր էջում վիդեո հանդիպեցի, վայ չեք պատկերացնի, անչափ ուրախացել եմ, այդ վիդեոյի մեջը ինչ եք կարծում, ում եմ տեսել, տեսել եմ ինձ, և կարի մեքենան իմ դեմը դրված, այսպես, դե մանկապարտեզում էդ ինչ պիտի արած լինեի, ուղղակի, քանի որ գիտեին, որ ես եմ սիրում ձեռքի աշխատանքները, այդ կարի մեքենան ինձ էին տրամադրել, իմ սիրելի խաղալիքներ, ես դա խաղալիք էլ անգամ չեմ համարում, այսպես, ուրեմն, տեսեք, արդեն կգա կհավասարվի, ես սա գորգ եմ պատրաստելու այսպես հատուկ, որոշել եմ տանը իմ անկյունը ունենամ, մարզվելու, ես այս բնակարանում ունեմ իմ անկյունը աղոթքի համար, աստվածաշունչ կարդալու, աղոթելու համար ունեմ հատուկ այսպես տարածք, որտեղ որ էլի տենց փափուկ ինչ-որ բաներ ա գցված, խալու վրա, փափուկ այդպես բաներ են դրել, իսկ այս մեկը կլինի մարզվելու համար, սիրուն այսպես փափուկ բան կկարեմ, կպատրաստեմ,
առողջությունը շատ կարևոր է։ Խորհուրդ եմ տալիս նույնպես հետևողական լինեք, անհատապես։ Ամեն մարդ ինքն է պատասխան տալիս իր առողջության համար։ Երբ որ այս բնակարանս վերադարձա, սկզբում մի քանի կիլոգրամ քաշ էի հավաքել, դե բնականաբար այն խաղաղություն, այն հանգստությունը, որ այստեղ ունեմ, ոչ միտեղ չէի ունեցել։ Քաշ էի հավաքել, հետո հաջողվեց նորից այդ քաշը հետ ուղարկել, իսպես ասած։ Բայց հիմա երևի մի ամիս կրկին կշրջի դրա չեմ բացել, ինձ թվում է նորից էլի մի քիչ հավաքել եմ։ Բայց իրականում մտադիր եմ շատ ավելի քաշ գցեմ, մի քիչ տանը պատրաստեմ, այնուհետև մարզասրահ կհաճախեմ, որը որ իմ բնակավայրում կա, շատ հաճելի անձնավորության միջոցով բացված մարզասրահ կա, ես արդեն գրել եմ անձնական նամակով, տեղեկացել եմ և մոտ ապագայում մարզասրահի կհաճախեմ։ Պարզապես ես մտածում եմ, որ ոսկորներս շատ չշխշխկան, միանգամից չհաճախեմ մարզասրահ, խայտարակ չլինեմ, մի քիչ տանը կմարզվեմ, հիմքը մի փոքր կդնենք և մարզասրահում ավելի գրագետ ձևով զբաղվեմ։ Անկեղծ ասած, սա շուտ պետք է անեի, բայց այն որ ուրիշի ձեռքի տակ ես աշխատում, խոր հիմնադրությունից ես աշխատում, դժվար է ծանրաբեռնված աշխատանք, միշտ շատ հաճախորդներ և վերջի 2 տարին, ես ասեմ ձեզ Երևանում, երբ որ աշխատում էի, մինչև անգամ կիրակի աշխատում էի, չէի կարողանում ազատ օր վերցնեմ։ Այս այստեղ ես ազատ եմ, տանն եմ, ավելի հանգիստ։ Այսպես, ուրեմն մարզասրահ կհաճախեմ, հրաշք այս մեքենան ուղղակի օրստորե ես կմաքրեմ իրան ավելի կսիրունացնեմ, մի քիչ ճանգոտված տեղերին։ Տեսեք, թելի համար ինչ հարմարանք եմ սարքել, ինքս եմ սարքել, այսենց, որպեսզի թելը թեք լինի, այս մեծ թելերը, որ մատակարարումը ճիշտ լինի։ Որտեղ այս մեքենաները նախատեսված են փոքր թելերի համար, իսկ մեծ թելերի համար արդեն ինքս եմ այսպես հարմարանք սարքել։ Ուրեմն, այս մի կողմը կարեցի, այստեղ կարել եմ, այսել եմ կարել։ Հա, հիմա արդեն պետք է շրջեմ։ Պետք է շրջեմ և վրայով կար գնամ, այսպես տեսեք։ Այնքան հարմար է, այս հիմիկվա մեքենաները լվացքի շատ լավ է, որ այս մեծ ծածկոցներ, վերմակներ հնարավոր է լվանալ լվացքի մեքենայի մեջ, տեսեք, ինքը արդեն դարձավ 2 տակ, այսպես փափուկ, շատ հարմար բան կլինի հատակին թռելու ու մարզվելու համար։ Ճիշտ ասած, այս ծածկոցը հարազատներիցս մեկը, այն որ իրա տանն էի, մեկ էլ այսպես 9 նոր էր անում իրերը, մեկ էլ նկատեմ տեսնեմ, որ ինքը ուզում է այսի գցի գնա, գցեմ գնա ասեց, ինչի սա պետք, արդեն եզրերը այդպես փչացել է, ասեցի լսի, կլինի ես վերցնեմ, ծածկոցներ շատ ունեմ, ես ինքս եմ գնել, շատ լավերը, այս մեկը անմիջապես այսպես միտք ծագեց, որ կարող եմ
իրան բան անել, այսպես մարզվելու համար եզրերը սիրուն հանեն, այսպես սիրելիներ ջան, ես շատ սիրում եմ, երբ որ այս հենց եզրերը, որ շատ սիրուն հանած լինում, տեսեք, սիրում եմ, որ աշխատանքս անթերի լինի, կապ չունի իմ անձնական իրերն են, թե հաճախորդինն են, միշտ մեծ ուշադրություն եմ դարձնում որակին։ Այսպես ուրեմն, հիմա ես կարող եմ բավականին այստեղ հլը կարել մի փոքր հատված է այսպես, այսենց մի փոքր հատվածը բաց կթողնեմ, որ հարմար լինի շրջելու։ Մի շաբաթ էր ես մեքենաս քանդած դրած էր սեղանին։ Ես էլ բնականաբար շատ տխրել էի, որ գիտեի, որ Աստված իմաստություն կտա, ճիշտ եմ ասում, ես միշտ հենվում եմ Աստծո տված իմաստության վրա և երբեք Աստված չի ուշանում, բայց մի շաբաթներ եմ, որ ժամանակ չէի հատկացնում, մեկ էլ մի անգամից երեք որոշեցի, որ զբաղվեմ, որտեղ ասեցի, չէ, գիշերը չէի կարողանում քնել, մտածում էի, որ առավոտը վեր եմ կենալու ու անպայման պիտի անեմ այս գործը։ Ու այս մեքենան անպայման պիտի աշխատի։ Հաստատով, որ հաջողվեց։ Շատ ամուր, բոլոր իր այս դետալները, այն հատուկ թղթեր կան, որ ժանգոտած հատվածները կարելի է բան անել, այդ ժանգը վրայից մաքրել, դրանցով սիրուն շփել եմ։ Այս մեքենան նախատեսված է բավականին հաստ մատերիալների համար, այս սրա միջոցով, այս պտուտակի միջոցով, ինքը բավականին վերև էր, այսինքն շատ վերև էր։ Ես փորձում էի, որ պտտեմ մինչև վերջ, քանի որ իր մեջը ժանգոտվել էր, չէր պտտվում։ Այսպես ասեմ, ռիսկի եմ դիմել, քանդել եմ ու փառք Աստծո, չեմ փոշմանում, քանդեցի, սարքեցի։ Նույնպես իր ոտիկը բարձրացնող, իջացնող, այսա, իրա մի հատ մասը չկար, կորել էր, և որի պատճառով ինքը շուտ-շուտ թուլանում էր ու դուրս էր գալիս։ Երեք ուրեմն էդի մանրուքների մեջից գտել եմ հարմար մի բան, որը որ համապատասխանեց, մի խոսքով դա էլ վերականգնեցի։ Այսպես, սիրելիներ ջան, եթե դուք առայժմ չունեք ոչ մի տեսակի նոր ժամանակակից կարի մեքենա, այսպես ասած, ինը տալ կա։ Կարևորը շատ ամուր մեքենա է ինքը։ Իհարկե ժամանակակից մեքենաներն էլ իրանց առավելությունները ունեն, բայց քանի որ սա շատ հանք իր ինձ համար, էլի եմ ասում, սերունդ ինձ փոխանցված, դրա համար ես սիրով օգտագործում եմ իրան։ Այսպես նախորդ վիդեոներից մեջը ասել եմ, նույնիսկ ցույցել եմ տվել, որ ինչեր եմ անում ես, բնակարանից մեջ ինչ որ
թեկուզ փոքրիկ, բայց փոփոխություններ անեմ, իրերը նորոգեմ եւ այլն։ Ես անդեծ եմ ասում, ժողովուրդ ջան, նորը գնելը շատ հեշտ է, գումարը ձեռքիդ գնաս, առնես, բերես, տնես տանը։ Բայց երբ որ մի բան քո ձեռքով ես նորոգում, դրա հետաքրքրությունը ուրիշ է, բանից վաղվում է տակիփելը վերջացել է, ես էլ սիրուն կարում եմ։ Հաճախ ասենց բան պատահում, նոր նկատեցի։ Այդպես։ Հա, ուրեմն իր այս շպուլկան թելը փաթաթող այդ հատվածի ռեզինն էլ ավճացել։ Տեսնենք երբ կգնամ Երևան։ Եվ կգնամ նորից վերնիսաժ, որովհետև այնտեղ երբ որ այս պլաստիկայի համար գնացել էի, ամեն ինչ կար հնություններից, այս մեքենաներից, շատ ամեն ինչ, այնպես որ երբ որ ինչ-որ հնություն եք փնտրում, անպայման գնացեք վերնիսաժ, տեսեք այս ռեզինը, ասենց պոկվել է, նույնիսկ ես իրան երեք հանեցի, որ պայուսակիս մեջ պահեմ, դրամապանակիս մեջ կոնկրետ, որպեսզի Երևան գնալիս հանկարծ չմոռանամ, հատուկ սրա համար գնալու եմ վերնիսաժ, որ փնտրեմ ճիշտ ասած, այստեղի բնակիչներից էլ կարող եմ հարցնել եւ մարդիկ կան, որ տներում ունեն սենց մեքենաներ ու իրանց պետք չի, իրանք չեն օգտագործում։ Մեկն ու մեկը կտա սենց ռեզին, բայց չեմ ուզում ինչ-որ մարդը իր մեքենայի վրայից հանի ինձ տա։ Իսկ վերնիսաժում այնտեղ ուղղակի վաճառվում են եւ այդքան էլ թանկ չեն սենց հին դետալները։ Կգնամ մի հատ կգնեմ սրանից։ Այդպես։ Այսօր այսքանը, սիրելիներ ջան։ Ես իմ այս ալիքում, ճիշտ ասած, եւ մարզվելը, եւ ամեն ինչը ձեզ կներկայացնեմ, տեսեք ինքը երկու տակ, այսենց սիրուն բան է ստացվում, վրայից էլ մի հատ կար եմ գնալու, որ ինքը ավելի ամուր լինի։ Ես նախորդ վիդեոներում ասել եմ մի անգամ, որ Ռուսաստանում աշխատել եմ հարավկորեական, յուժնկորեյսկի Նուգաբեստ մերսող ապարատուրայի այդպես խանութ սրահում եմ աշխատել, երկու անգամ տարբեր տեղ ու շատ բաներ եմ սովորել այդտեղ, համարյա 2 տարի աշխատել եմ այդ աշխատանքին, ուրեմն ասել եմ այդ վիդեոյի մեջը, բայց նորից եմ ուզում այդ մասին մի փոքր ասեմ ու այսքանով կավարտեմ։ Հարավկորեացիները իրանք կատեգորիկ դեմ են ավելորդ քաշին ու իրանք ասում են, որ 3 տարեկանում արդեն երեխայի ողնաշարը ձևավորված է լինում, ամրացած է լինում, այսինքն այն կրճիկայինը չի լինում, արդեն ամուր ոսկոր է լինում։ Ու իրանք 3 տարեկանից իրենց երեխաներին սովորացնում են իրենց ողնաշարի խնամքը։ Եվ 3 տարեկանից երեխային սովորացում են, թե ինչպես առողջ պահի իր ողնաշարը։ Ռուսերեն ասած, позвоночник это жизненный столб։ Այսինքն կյանքի սյունն է մեր ողնաշարը։ Պետք է իմանանք ողնաշարը առողջ պահել եւ մեր բոլոր խնդիրները հիմնականում սկսվում են մեր ողնաշարից։ Ուրեմն ես տարիներ առաջ, երբ որ այդ Նուգաբեստին դեռ չէի հանդիպել,
գոտկամասի շատ սուր ցավեր ունեի, քանի որ աշխատանքը սա այսպես նստակյաց է, ողնաշարի այդպես ծանր խնդիր ունեի, ճիշտ ասած չեմ հետազոտվել բժիշկների մոտ, բայց այդ ցավերը բավական էին, որ ես հասկանայի, որ ըստ երևույթին գրիժա կար, երևի նոր սկսվող, որովհետև հիմա բացարձակ չունեմ այդ ցավերը, ես ինքս իմ վրա աշխատեցի, այդ մասաժորներում, երբ որ աշխատում էի 2 տարի, ինքս էլ էի օգտվում այդ հարավկորեական այդ տեխնիկայից, շատ հրաշալի բան է, բայց նրանք մեզ սովորացրեցին մեր այդպես դասերի ժամանակ, որտեղ հաճախ էին գալիս Հարավ Կորեայից, ավելի լուրջ, այսպես իմաստուն մասնագետներ, իրանք մեզ սովորացրին, որ մենք տնային պայմաններում էլ կարող ենք ստեղծել այնպիսի բաներ, որոնց միջոցով մենք կարող ենք օգնել ինքներս մեզ։ Ուրեմն ես ինքս իմ համար պատրաստել եմ մեծ, այսպես բարձր պատրաստել, կլոր, ճիշտ ասած, այդ բարձրով տներում միտեղ թողեցի, որտեղ իր մեջը տենց մանր-մունր բաներ էր լցրած, հարմար չգտա վերցնեմ, ասի լավ, թող մնա այդտեղ, նորը կպատրաստեմ։ Հիմա նորից պատրաստել եմ, իր մեջը բուրդ եմ դրել, այսպես լավ լցրել եմ բուրդը, շատ ամուր բարձ է։ Այդ կլոր բարձը դնում ես մեջքի տակ այս հատվածում, մարմինը երկու կողմի վրա այսպես կախվում է։ Հետագա վիդեոների մեջ ես ես ցույց կտամ, թե դա ոնց է արվում, չեք պատկերացնի, երկար ժամանակ այսպես ուղղակի հենց իմ անկողնու մեջ ես այդ բարձը դնում էի մեջքիս տակ ու սկզբում շատ ցավոտ էր։ 5 րոպե անգամ չէի կարողանում այդպես մնայի։ Մի քիչ այդ մասաժորներում, երբ որ աշխատում էի, դրանց միջոցով, մի քիչ էլ իմ սարքած այդ բարձի միջոցով կարողացա հասնել զգալի արդյունքի։ Ու փառք Աստծո, այսօր չունեմ այդ սուր ցավերը։ Ես այդքան էլ չեմ սիրում գնամ բժիշկների, դեղորայք գրեն, դեղորայք օգտագործեմ, որովհետև գիտեմ, որ կան միջոցներ, որ մարդը կարող է ինքն իրեն այնպես պահել, որ ուղղակի չհիվանդանա, կամ եթե հիվանդացել ենք, ինքներս մեզ օգնենք, կարգավորվենք։ Կոնկրետ հարավ կորեացիներից ես սովորեցի մի բան այդ ազգից, այսպես ասեմ, ասում էին, որ Հարավ Կորեայում ընդամենը մի քանի հատ դեղատուն կա, որոնք որ էքստրեմի դեպքերի համար են։ Ու իրանք շատ առողջ ազգ են, ընդհանուր որ նայում ես կորեացիներին, իրենք ավելորդ քաշ չունեն, ուրեմն ավելորդ քաշը, ասեմ ձեզ, շատ մեծ խնդիր է մեր ողնաշարի համար։ Աշխատեք, փորձեք ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ, ազատագրվեք ավելորդ քաշից ու հոգ տարեք ձեր ողնաշարի համար։ Հետագային վիդեոների մեջ ես ձեզ որոշ բաներ ավելի կոնկրետ, ավելի մոտիկից ցույց կտամ, ինչ անել, ինչպես անել։ Տարիներ շարունակ ես իմանալով այս ամենը, փոքր ինչ եմ ուշադրություն դարձրել ինքս իմ առողջությանը, զբաղված լինելով ֆինանս վաստակելու, այսպես որպեսզի առօրյա հոգսերը հոգանք, այս ժամանակակից աշխարհում խնդիրները, պահանջները շատ են, բոլորը հիմնականում գումարային պահանջներ են։ Իսկ հիմա վերադառնալով իմ այս խաղաղ բնակարանը, կոնկրետ արդեն կենտրոնացումս իմ մասնագիտության և իմ առողջության վրա կլինի։ Իհարկե ես իմ զավակներին, իմ թոռներին էլ ժամանակ կհատկացնեմ, իմ մտերիմներին, բայց իրականում Աստված ինձ ստեղծել է այնպիսի մարդ եմ ես, որ սիրում եմ իմ իմացած լավ փոխանցեմ, սովորացնեմ, ես սիրում եմ իմ շրջապատի մարդկանց
այդ ամենը փոխանցեմ ու հետագայում պահանջում եմ նրանցից, որ ուղղակի առողջ լինեն։ Փառք Աստծո, ունեմ մտերիմներ, որ շատ կապված են ինձ հետ, թեկուզ հենց այս թեմաների համար։ Եվ սիրելիներ, այս ալիքը կծառայի նույնպես այդպիսի բաների։ Բաժանորդագրվեք, անպայման հրավիրեք մարդկանց այս ալիք, կաշխատեմ չձանձրացնեմ ձեզ, ավելի հետաքրքիր վիդեոներ կազմակերպեմ։ Մի խոսքով այսօր այսքանը, կհանդիպենք, պակա-պակա։